Տիկին Վադալյան, դուք մեզ ահազանգել էինք, կխնդրեմ մանրամասնեք, ինչ է տեղի ունեցել։ 2019 թվականին Բաղրամյան 25 պողոտայի շենքի բակում վիճաբանություն ա եղել ամուսնուս եւ նույն շենքի բնակիչ Գենրիխ Արմենի Ալավերդյանի հետ։ 2-3 օր վիճաբանություն ա տեղի ունեցել, արդյունքում ամուսինս դաժանորեն ծեծի ա ենթարկվել, չկարողանալով նույնիսկ դիմադրել, ինքնապաշտպանվել եւ գլխի հարվածից, երկաթյա լոմի հարվածի պատճառով, դիֆուզ վնասվածքի պատճառով մահացել ա։ Ամսի 18-ին արդեն ամուսինս մահացել էր եւ դրա վերաբերյալ Աննա Դանիբեկյանի որոշումով 25/05/2019 թվականին քննիչը փորձել է կալանավորման խափանման միջոց ընտրել, սակայն Աննա Դանիբեկյանի որոշումով մերժվել է քննիչի բողոքը, չի բավարարվել, պատճառաբանելով այն բանի համար, որ ենթադրյալ հանցավոր արարքի Գենրիխ Ալավերդյանի առնչությունը վկայող բավարար փաստական տվյալներ չկա, իսկ մենք այդ օրերի ընթացքում զբաղված ենք եղել ամուսնուս հուղարկավորությունով։ Նրանից հետո արդեն մենք գնացել ենք ոստիկանություն, քննչական բաժանմունք, ես որպես մահացածի այրի տուժողի իրավահաջորդ եմ ընտրվել եւ 2020 թվականին արդեն դատարանում վարույթ է ընդունվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով վարույթը ընդունվել է եւ մինչ 2025 թվականի մայիսի 2-ը 2019 թվականից դատական նիստերը տեղի են ունեցել պարբերաբար հետաձգումներով։ Մենք տուժող կողմը եւ քննչական կոմիտե ենք բողոքարկել քննիչների դեմ, գործով շուրջ 3 քննիչ է փոխվել, 2 դատավոր է փոխվել գործով, անարդարություններ ենք շատ նկատել, բազմիցս բողոքարկել ենք բոլոր բարձր ատյաններում, վարչապետ, արդարադատության նախարարություն, դատախազություն, գործով նաև եւս 2 դատախազ է փոխվել, այնքան շատ անարդարություն կար, հենց այդ ամեն ինչը սկսվել է քննչական կոմիտեից եւ շարունակությունը արդեն հաջորդել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջի դատավորը եղել է Արմինե Սերժիկի Մելիքսեթյանը, որի հանդեպ բացարկ ենք ներկայացրել, պարբերաբար բողոքներ ենք հղել, քանի որ պարբերաբար մեր դատական նիստերը հետաձգվել է։ 3-4 ամիսը մեկ դատական նիստ էին նշանակում եւ գնում էին երկրորդ անգամ նորից դատական նիստը 5 ամսով, 4 ամսով հետաձգվում էր։ Հետո եկավ երկրորդ դատավորը Մասիս Մելքոնյանը, մտածեցինք, որ գոնե մի փոքրիկ անարդարություն էս երկրորդ դատավորից ակնկալում էինք ստանալ, բայց արի ուտես էլի ավելի վատ։ Մասիս Մելքոնյանի դեպքում նորից մեր դատական նիստերը անհիմն պատճառներով հետաձգվում էին, մեր միջնորդությունները մերժվում էին դատական նիստերի ժամանակ, ոչ մի փաստացի տվյալներ հաշվի չէր առնում, ինչ միջնորդություն տուժող կողմը արել է, նա մերժել է։ Նույնիսկ մեղադրյալը իր պաշտպանը, 2 պաշտպան ա փոխվել մեղադրյալի, պաշտպանը գալիս էր դատարան եւ ծամոնը բերանը իր մեղադրյալ պաշտպանի հետ միասին, եւ փաստաբանը եւ մեղադրյալը։ Դուք նաեւ դիմել եք Նիկոլ Փաշինյանին, ինչ արձագանք է նա տվել։ Այո, դիմել եմ, վարչապետին եմ դիմել եւ մեկ անգամ չէ, մի 10 անգամ դիմել եմ գրավոր իմ ձեռքով, տարել եմ դիմումները եւ ընդամենը աբսուրդ պատասխան եմ ստացել, իբրև իմ դիմումը ուղղորդել են արդարադատության նախարարություն կամ ինձ խորհուրդ են տվել դիմել ԲԴԽ-ել եմ դիմել, արդարադատության նախարարություն ՀԿՑ-ել եմ դիմել, նույնիսկ ԱԱԾ-ի պետին եմ դիմել, այլտեղ չի մնացել, որ չդիմեմ։ Ինչ արձագանքներ եք ստացել, ինչ են ասում։ Ոչ մի բան չեն ասում են պետք է սպասեք դատավճռին, իսկ դատավճիռը
այս թվականի մայիսի 2-ին եղել է եւ ասեմ Հայաստանի օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետով, որը նախատեսում է 5-ից 10 տարի պատիժ ազատազրկում, մեր հարգարժան դատավոր Մասիս Մելքոնյանը մեղավոր է ճանաչել Հայաստանի քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14-րդ կետով, որը համապատասխանում է գործող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածի 166-րդ հոդվածի երկրորդ մասի 15 կետի նախատեսված արարք կատարելու համար եւ պատիժը պատկերացնում եք ինքը նշանակել է մեղադրյալի հանդեպ էլի 112 հոդվածի երկրորդ մասի 14-րդ կետը կիրառելով 5 տարի պահանջելով պատիժ, ազատազրկում եւ ըստ 84-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը ազատազրկման ձևով պայմանականորեն չի կիրառել։ Դատախազը պահանջել է 7 տարվա կալանք, իսկ դատավորը տարել է 5 տարի ազատազրկման, սակայն պայմանականորեն չկիրառել։ Տվյալ հոդվածը չկիրառել։ Դեռ մենք վճիռը չենք ստացել, ճիշտն ասած, ամսի 2-ին դատավճիռը կարդացվել, մենք պարբերաբար զանգում ենք դատարան, պատճառաբանում են դե բարդ գործ է, դեռ վճիռը պատրաստ չի, իսկ վճիռը ստանալուց մենք ունենք ընդամենը 1 ամիս վերաքննիչ դատարան բողոքարկելու, քրեական վերաքննիչ դատարան։ Այսինքն դեռ վերջնական չի, որ 5 տարի է սահմանվել։ Դա առաջին ատյանի Մասիս Մելքոնյանի վճիռն է։ Ահա, հիմա մենք չգիտենք, դիմենք վերաքննիչ, արդեն մենք ակնկալիք չունենք, որովհետև այս մեղադրյալի մայրը, Գենրի Խալավերդյանի մայրը, Տատյանա Սարդարյանը, բուրըն կերպով ամբողջ թաղամասում մինչև դատական պրոցեսի ավարտը պարբերաբար մեզ տեսնելով հայտարարել է, որ իր տղան չի նստելու, չի պատժվելու։ Եվ չգիտեմ ինչի վրա էին վստահ, արդարությունը կոտրելու, չգիտեմ շրջանցելու, անցնելու, ամեն դեպքում այո, այսօր վճիռը կայացվել է, որ իր տղան 5 տարի ազատազրկումը ազատության մեջ անցկացնելու է եւ ոչ մի ինչ որ ավել սահմանափակումներ դատավորը չի տվել։ Ընդամենը տվել է մինչև վճիռի ուժի մեջ մտնելը, որպիսի ինքը երկրից չբացակայի եւ ընդամենը հասցեն փոփոխության դեպքում ոստիկանությանը տեղյակ պահի։ Ավել ինչ որ սահմանափակում, պատիժ նրա վրա չի կիրառվել։ Իսկ գործի ընթացքում բավարար ապացույցներ արդյոք գտնվել են։ Այո, ապացույցներ շատ կան եւ ԿՎԿ-ի ցուցմունք Նելի Սարգիսովան, Սարգսյան Նելին, ով բնակվում է հենց Բաղրամյան 25 շենքի 8-րդ հարկում, նա պատմել է եւ նույնիսկ եկել է դատարան, դատական պրոցեսին մասնակցել է, վկայություն է տվել ցուցմունք, որ ինչպես է տեսել 8-րդ հարկից, որ շատ դաժան ձևի վիճաբանություն է տեղի ունենում, նա պատմում է, որ արագիչել է բակ եւ մեղադրյալի ձեռքից այդ երկաթյա լոմը վերցրել ու գցել է աղբամանը։ Շատ հնարավոր է, մենք Նելի Սարգսյանի հետ զրույց ենք ունեցել 2-3 անգամ, ես էլ ամուսնուս քույրիկն էլ, նա ուղղակի վախենալով, քանի որ մի փոքր տարեց է, տարիքով է, վախենալով, որ իրենից հաշվեհարդար չտեսնեն։ Այսինքն կարող էին նրան վնասել։ Այո, չի բացառվում, քանի որ մեղադրյալը ինքը կոնֆլիկտային անձնավորություն է եւ պարբերաբար ինքը ինչ որ միջադեպերի մեջ է ընկնում, նույնիսկ մի անգամ ինքը վիճաբանություն է ունեցել հանրային տրանսպորտի մեջ, ավտոբուսի մեջ եւ ծեծի են ենթարկել իրեն կապտուկներով, մենք դրանից տեղյակ ենք, տեսել ենք իրեն այդ կապտուկներով եւ 2 օր հետո մեր դատական նիստն էր եւ հետաձգեցին անհիմն պատճառով եւ մենք տեսել էինք գոնե դա ասեին, որ այո, նա ինչ որ միջադեպի մեջ է անգել, մենք չկարողացանք դա ապացուցել, բայց ամբողջ թաղամասը գիտի, որ նա շատ կոնֆլիկտային է, դրական անձնավորություն չի եւ մի բան էլ ասեմ, նրա փաստաբանը բոլոր դատական նիստերի ժամանակ անխտիր
բարձրաձայնում էր, որ մեղադրյալը ինքը այնքան հայրենասեր է, որ նույնիսկ 44 օրյա պատերազմում կամավոր մասնակցություն է ունեցել եւ բանավոր եմ պահանջել եւ գրավոր դիմում եմ տարել Մասիս Մելքոնյանի անունով, որ պահանջել եմ նրա զինգրքույկը ներկայացնել դատական նիստի ժամանակ կամ ինչ որ Վայեն կամատից ինչ որ մի զինվորական կնիքով փաստաթուղթ, որպեսզի բոլորս համոզվենք 44 օրյայում նա մասնակցել է թե ոչ, առ այսօր ես իմ դիմումի գրավոր պատասխանը չեմ ստացել Մասիս Մելքոնյանից։ Կոծկում են ամեն դատական նիստից հետո գնում է, բայց չէ որ ես գրավոր դիմում եմ գրել, ուղղել եմ, հղել եմ դատավորին եւ առ այսօր պատասխան չեմ ստացել։ Եվ ասեմ, որ Մասիս Մելքոնյանի մասին մենք բազմիցս շատ վատ ակնարկներ ենք լսել, նույնիսկ համացանցում իր մասին շատ հոդվածներ են կարդացել, ինչքան անարդարություններ է արել, նույնիսկ Գալեանի հորը տարի 6 ամիս նա տնային կալանքա տվել, այնտեղ դատարանում հանդիպել ենք մարդկանց, ովքեր տուժողներ են եղել, պատմել են շատ վատ բաներ, նույնիսկ վճռից դուրս են եկել, վճիռը հրապարակումից հետո անծանոթ մարդկանց ենք տեսել եւ բղավում էին, որ Մասիս Մելքոնյանը սխալ անարդար վճիռ է կայացրել, նույն ձևով ինքը վարվել է մեր հետ։ Մասիս Մելքոնյանը, ես ասում եմ, կողմնապահորեն է մոտեցել մեր քրեական գործին, մեղադրյալի բոլոր ամենն հանդուգն արարքները նա զիջել է, ներել է, նույնիսկ ծամոնը, բերանը նրանք ներկայացել են դատարանի դահլիճ եւ երբևէ մենք նկատողություն կամ ինչ որ արձանագրություն չենք տեսել Մասիս Մելքոնյանի կողմից, որ մեղադրյալի այդ արարքը, չգիտեմ, սաստի նկատողություն անի, թեկուս բանավոր, ոչ մի բան, նույն ձևով դատախազը, մենք դատախազից ենք շատ դժգոհ, Լալա Առաքելյանը, նրանից էլ ենք դժգոհ, սա երկրորդ դատախազն է, մենք առաջի դատախազի դեմ ենք բողոքներ ունեցել, երբևէ ես չեմ տեսել դատախազը կամ դատավորը ինչ որ միջնորդություն, նկատողություն, ոչ մի բան մեղադրյալի հանդեպ, կողմնապահորեն են մոտեցել։ Ես ասում եմ, կիլոներով թղթեր ունեմ պատասխաններ, բողոքների պատասխաններ, արդարության չեմ հասել եւ մենք այն ընտանիքն ենք, որ երբեք վրեժխնդիր չենք լինում ոչ մեկից, թշնամինես չունենք, ունեմ 2 տղա եւ թույլ էլ չեմ տվել, որ ինչ որ վրեժխնդիր լինեն, ինչ որ մի վատ ակնարկ, ինչ որ մի բան մեր ընտանիքի կողմից չի եղել, նախ ասեմ մենք տուժող կողմն ենք եւ այնքան զուսպ ենք եղել կոռեկտ բոլոր դատական նիստերի ժամանակ, որ դատական նիստերին թույլ չեմ տվել գան բարեկամներ, թե սկեսուրիս կողմից, թե իմ բարեկամները, հարևան, ընկերուհի, ոչ մեկի թույլ չենք տվել, դատական նիստերին ներկայացել ենք միայն ես եւ ամուսնուս քույրիկը, այդքան զուսպ կոռեկտ մտածելով, որ էլի արդարությունը, նույնիսկ ձեզ ասեմ, որ քաղհայցից եմ հրաժարվել, երբ որ տուժողին հասնում է գումար, քաղհայց, ես այդ 2 միլիոն դրամից էլ եմ հրաժարվել, ինձ այդ գումար, այսօր գումար բոլորին պետք է, բայց ես դա հրաժարվել եմ, դնեմ մի կողմ, ակնկալելով արդարություն, ինչ եք կարծում, 2 միլիոնով ես գերեզման պիտի սարքեի կամ չգիտեմ ինչ, փառք Աստծո, ես աշխատունակ եմ, սարքել են գերեզմանը, բայց ինձ այդտեղ գումարը չի, այդտեղ մարդու կյանքն է, որ ապօրինաբար դիտավորյալ զրկել է կյանքից, դաժան ձևով, իմ ամուսինը եղել է 46 տարեկան, նա 21 տարեկան Եվ շատ կոնֆլիկտային անձնավորություն է Գենրի Խալավերդյանը, նա կոլկաները ձեռքերին, ծամոնը բերանին, տեսանյութն կա, թե նա ինչպես է գալի դատարանի դահլիճ, ինքը իր պաշտպանը, իրենց նստելու ձևը, ոչ կոռեկտ ձևով, ես ուղղակի ապշած եմ մնացել, ասում եմ, բայց արդեն չեմ էլ կասկածում, որ Մասիս Մելքոնյանը նման վճիռ չէր կայացնելու, որովհետև ես Մասիս Մելքոնյանի անձի մասին մինչ այսօր մի հատ դրական արտահայտություն չեմ լսել։ Ես ակնկալում եմ էլի այսքան թերահավատությունից հետո ես ակնկալում եմ արդարություն, քանի որ դիմելու եմ վերաքննիչ դատարան, բողոքս մինչև վերջ հնարավոր է, մինչև Եվրոդատարան, թեկուզ տարիներ տևի,
արդեն 6 տարի է իմ ամուսինը մահացել է, ես ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնելու։ Եվ ասում եմ, մենք այն ընտանիքն ենք, որ վրեժխնդիր երբեք չենք լինում, ոչ մեկի վնաս չենք տալի, ոչ մի անձնավորության, մենք մաքուր, հանգիստ ապրող մարդիկ ենք, եւ ես մինչև վերջ բողոքարկելու եմ, այնքան անարդարությունը շատ է այս գործի մեջ, եթե իրավաբանները նստեն խմբակային եւ սկզբից մինչև վերջ քննարկեն, ուսումնասիրեն, ես ասում եմ, քննչական մարմնի կողմից մինչև դատարան անարդարության մեջ այս քրեական գործը թաղված է։ Ոչ մի արդարացի ժեստ, ինչ որ մի բան չկա այս գործի մեջ։ Ոտքից գլուխ այս քրեական գործը ինքը անարդար քրեական գործ է։ Ինչ է նշանակում, եթե խանութից գողություն են անում եւ մարդուն տանում են 3-ից 5 տարի դատում են, լինում է հայհոյանք եւ տրանսպորտում, օրեր առաջ մենք ազգային ժողովում տեսանք ոնց են իրար ծեծում, ինչ հայհոյանքներ են տալիս, կանայք, տղամարդիկ խառնված իրար հետ, այս երկրից էլ ինչ սպասեմ, հիմա ես պայքարում եմ արդարության համար, եթե վարչապետ ունենք 2018 թվականից ժողովուրդը սատարել է, այսօր հուսախաբ արել, մեր վարչապետը հարգարժանը ասում էր, ես եթե գամ իշխանություն, դատական համակարգը թափ եմ տալու, մաքրելու եմ կաշառակեր դատավորներից, բա հարգելի վարչապետ, ուրա դու դատական համակարգը թափ չես տվել, երկու դատավոր են այս պահին դատում կաշառակերության եւ այլին համար, բա այս ինչ է կատարվում, Մասիս Մելքոնյանը եւ իր նմանները, այս ինչ դատավճիռներ են կայացնում, մարդուն օրը ցերեկով 21 տարեկանը 46 տարեկանին մահվան է հասցնում, դիտավորյալ ապօրինի կյանքից զրկում է եւ այսքան բողոքների դիմաց մենք դեռ արդյունքի չենք հասել, այսպես եք դուք դատական համակարգը մաքրել։ Ես էլ չեմ անդրադառնում մյուս բաների վրա, ես ասեմ, որ մենակ հղիի դեպքը, որ մեքենան դենա շպրտել մայթի վրա եւ շարունակել են իրենց կորտեջով երթևեկել, այսօր լսում եմ, որ վարորդը ինքը ազատության մեջ է, վաղեմության ժամկետ են շահում, ինչ են անում, էսա արդարությունը, դուք այս ձևով եկաք իշխանության, ես չեմ ուզում քաղաքականացնեմ, բայց ամեն դեպքում այս գործը անարդարություն է, մարդուն զրկել են կյանքից, մահացել է եւ 5 տարի է դատարաններն եմ քննչական կոմիտեներում ես ստացել եմ նման վճիռ։